Ըստ խնդրի 6 տրակտոր 6 ժամում վարում են 18 առ, քանի տրակտոր է անհրաժեշտ 35 առը 7 ժամում վարելու համար։ Նախ եթե նկատել եք, ես այստեղ աղյուսակ եմ գծել, որի վրա հենց հիմա կլրացնենք մեր տվյալները։ Քանակը, քանակ նշանակում է տրակտորների քանակը, դե սկզբում գիտենք, որ ունենք 6 տրակտոր։ Ժամ, ինչքան ժամանակ են աշխատել, 6 ժամ են աշխատել և ինչքան տարածք են վարել, ու աշխատանք հասկանանք, թե ինչքան գործ են իրենք արել, այսինքն ինչքան են վարել հենց 18 առ։ Հիմա փորձենք երկրորդի դեպքում նույնը անենք։ Մեզ ինչ է ասում, 35 առը 7 ժամում վարելու համար քանի տրակտոր է անհրաժեշտ։ Դե աշխատանքը պարզ է, որ 35 առն է, ժամերի քանակը տրված է 7 ժամ, այ մենք չգիտենք տրակտորների քանակը, դա մեզ համար հարցական է։ Տեսեք ինչքան է մեզ մոտ հեշտացնում աղյուսակի մեջ տվյալներ լրացնելը, ամեն ինչ միանգամից պարզ է դառնում։ Լավ, հիմա եկեք հասկանանք, 6 տրակտոր 6 ժամում 18 առ, հասկացանք։ Հիմա ինչպես գտնել մի տրակտորի կատարած աշխատանքը։ Դե իրականում մեզ պետք է ամբողջ աշխատանքը բաժանել 6 հավասար կտորի։ Ասեմ ինչի համար, որովհետև եթե մենք ունենայինք այսպիսի պատկեր, ես տրակտորները այս բանին փոխարինում եմ փոքր քառակուսիներով։ Նրանցից յուրաքանչյուրը կատարում է ինչ-որ հարցական առաշխատանք, այսպես յուրաքանչյուր ինչ-որ հարցական է, և նրանց բոլորի գումարը միասին 18 է։ Եկեք հասկանանք, որ այս հարցականը նրանց 6 ժամում կատարած աշխատանքն է։ Բոլորի գումարը միասին 18 է, և մենք ունենք 6 տրակտոր։ Դե պարզ չի, որ մեկ տրակտորի կատարած աշխատանքը գտնելու համար մենք պետք է ամբողջ աշխատանքը բաժանենք 6-ի։ 18-ը բաժանած 6-ի հավասար է 3 առ։ Ստացվեց մի տրակտորը 6 ժամում 3 առ է կատարում, իսկ մի տրակտորը մի ժամում ինչքան աշխատանք կկատարի։ Դե պարզ է, որ էլի աշխատանքը մենք պետք է բաժանենք 6 հավասար կտորի։ Կստացվի մի տրակտորը մի ժամում կատարում է 3/6, կոտորակով կրենք, չենք վախենում կոտորակից, որը հավասար է 1/2 առ։ Ինչ է նշանակում 1/2 առ, ես հիմա ձեզ ցույց տամ։ Նախ առը դա կարծես թե 100 մետր քառակուսի տարածքն է։ Եթե սա լիներ մեր 1 առը, ապա մի տրակտորը մի ժամում կատարում է դրա ուղիղ կեսը։ Այսքան հատվածը, մնացածը չի կարողանում անել, չի հասցնում ուղղակի։ Լավ, հասկացանք, դե հիմա եկեք շարունակենք խնդրի լուծումը։ Եթե մի տրակտորը 7 ժամում 1/2 առ է կատարել, ապա մի տրակտորը կներեք, մի տրակտորը մի ժամում էր այնքան կատարել։ Հիմա մի տրակտորը մի ժամում ինչքան կարող է կատարել։ Դե բնական է կբազմապատկենք, մի ժամում կատարած է 7-ը ու կրկին կոտորակային թիվ 7/2 առ։ Հիմա, բա ինչպես գտնենք տրակտորների քանակը։ Եկեք կրկին այս գծագրի նման մի փոքր բան այստեղ գծենք ու դրա վրա ավելի պարզ հասկանանք։ Եթե մենք ունենանք ինչ-որ տրակտորների քանակություն և գիտենք, որ նրանցից յուրաքանչյուրի կատարած աշխատանքը 7/2 առ է, 7/2 և այլն, սա էլ է 7/2, ու այդ բոլորի գումարը միասին հավասար է 35 առի, բայց մենք չգիտենք, թե քանի տրակտոր կա, ապա ինչպես գտնենք քանակը։ Եթե հիշում եք այստեղ մենք, եթե 6-ը բազմապատկենք ամեն մեկի կատարած աշխատանքի քանակով, կստանայինք ամբողջ աշխատանքը։ Իսկ այստեղ մեզ տված է ամեն մեկի կատարած աշխատանքը և ամբողջ աշխատանքը։ Հիմա քանակը գտնելու համար մեզ ինչ է պետք։ Ամբողջ աշխատանքը ուղղակի բաժանել յուրաքանչյուրի կատարած աշխատանքի, որը 7/2 է։ Եկեք այստեղ գրենք, որ հարցական է հավասար դրան։ 35-ը բաժանած 7/2-ի հավասար է 35 անգամ կոտորակը շրջվում է 2/7, կրճատումներից հետո ստացվում է 18 տրակտոր։
Եվ մենք կարող ենք հպարտորեն գրել պատասխան։ Ոյ, կներեք, ասեցի 18, 10 տրակտոր ընդամենը։ Մեզ անհրաժեշտ է 10 տրակտոր։ Կարող եք հայլերի հերթականությանը ևս մեկ անգամ ուշադրություն դարձնել։